Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձարարական եղանակով կուսումնասիրենք մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերության կախվածությունը ճոճանակը բնութագրող մեծություններից։ Մաթեմատիկական ճոճանակ ասելով հասկանում ենք իդեալականացված համակարգ, որը կազմված է անկշիռ, չձգվող երկար թելից և նրա ծայրին ամրացված փոքրիկ գնդիկից։ Իրական ճոճանակը կարելի է համարել մաթեմատիկական, եթե թելի երկարությունը գնդիկի չափերի համեմատ շատ մեծ է, և թելի դեֆորմացիաներն այնքան փոքր են, որ թելի երկարությունը կարելի է համարել անփոփոխ։ Մաթեմատիկական ճոճանակը բնութագրող մեծություններից են երկարությունը, գնդիկի զանգվածը, ճոճանակի տատանումների պարբերությունը, տատանումների հաճախությունը ու լայնույթը։ Տատանումների պարբերությունը այն ամենափոքր ժամանակն է, որից հետո տատանումները կրկնվում են։ Մեծ t-ն հավասար է փոքր t բաժանած n-ի, որտեղ մեծատառ t-ն տատանումների պարբերությունն է, փոքրատառ t-ն հաշվարկվող ժամանակն է, n-ը t ժամանակում կատարված տատանումների թիվն է։ Փորձի ընթացքում մենք պետք է համոզվենք, որ փոքր տատանումների ժամանակ ճոճանակի տատանումների պարբերությունը կախված է միայն ճոճանակի երկարությունից։ Այն կախված չէ ոչ տատանման լայնույթից, ոչ էլ գնդիկի զանգվածից։ Փորձի էությունը լավ հասկանալու համար նախ այն պատկերացնենք սխեմատիկորեն և փորձենք հիշել մի քանի կարևոր եզրույթներ։ B դիրքը ճոճանակի հավասարակշռության դիրքն է։ Երբ թելից կախված գնդիկը որոշակի չափով շեղենք հավասարակշռության դիրքից և բաց թողնենք, ապա այն կսկսի կատարել մեխանիկական տատանումներ։ Տատանվող գնդիկի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների ժամանակ լայնույթը աստիճանաբար փոքրանում ու վերջապես մարվում է։ Պատճառը օդի դիմադրությունն է և կախման կետում թելի շփման ուժը։ Այս տատանումները փորձարարական ճանապարհով ուսումնասիրելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքերը և սարքավորումները։ Մաթեմատիկական ճոճանակ։ Մաթեմատիկական ճոճանակը կազմված է անկշիռ և չձգվող երկար թելից և նրան ամրացված ոչ մեծ, բայց ծանր գնդիկից և չափասանդղակից։ Գնդիկներ՝ տարբեր զանգվածներով։ Վայրկյանաչափ՝ ժամանակը չափելու համար։ Թվային կշեռք՝ գնդիկի զանգվածը չափելու համար։ Չափերիզ՝ թելի երկարությունը չափելու համար։ Աղյուսակ՝ փորձից ստացված տվյալները և հաշվարկները գրանցելու համար։ Հաշվիչ, թուղթ և մատիտ։ Գնդիկը մեծ լայնույթով չճոճել վնասվելու վտանգից խուսափելու համար։ Սարքավորումները ավարտից հետո տեղադրել անվտանգ վայրում։ Թվային կշեռքով չափենք գնդիկի զանգվածը։ Այն 12 գրամ է։ Վերածենք կիլոգրամի և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Որոշակի երկարությամբ թելից կախենք գնդիկը և թելի մյուս ծայրը ամրացնենք ամրակալանի թաթին։ Չափենք ճոճանակի L երկարությունը։ Այն թելի երկարությունն է գումարած կեռիկի երկարությունը գումարած գնդիկի տրամագիծը։ Ստացանք 58 սանտիմետր։ Վերածենք մետրի և գրանցենք աղյուսակում։ Գնդիկը շեղենք հավասարակշռության դիրքից 5 սանտիմետրի չափով և բաց թողնենք։ Վայրկյանաչափով որոշենք 10 տատանումների ժամանակը և ստացված արդյունքը գրանցենք աղյուսակում։ Փորձը կրկնենք գնդիկը շեղելով հավասարակշռության դիրքից, այս անգամ 10 սանտիմետրի չափով։ Վայրկյանաչափով որոշենք 10 տատանումների ժամանակը և ստացված արդյունքը գրանցենք աղյուսակում։
Փորձը կրկնենք փոխելով գնդիկը այլ զանգվածով գնդիկի հետ։ Թելի երկարությունը թողնենք նույնը։ Չափենք նոր գնդիկի զանգվածը եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Գնդիկը շեղենք հավասարակշռության դիրքից 5 սմ-ի չափով եւ բաց թողնենք։ Կրկին որոշենք 10 տատանումների ժամանակը եւ ստացված արդյունքը գրանցենք աղյուսակում։ Այժմ կրկնենք փորձը, սակայն փոխենք թելի երկարությունը։ Որոշակի երկարությամբ թելից կախենք գնդիկը եւ թելի մյուս ծայրը ամրացնենք ամրակալանի թաթին։ Չափենք ճոճանակի L1 երկարությունը, թելի երկարություն գումարած կեռիկի երկարություն գումարած գնդիկի տրամագից եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Գնդիկը շեղենք հավասարակշռության դիրքից 5 սմ-ի չափով եւ բաց թողնենք։ Որոշենք 10 տատանումների ժամանակը եւ ստացված արդյունքը գրանցենք աղյուսակում։ Այժմ, երբ փորձերի կատարումն ավարտեցինք, բոլոր սարքերը եւ սարքավորումները տեղավորենք համապատասխան պահարաններում եւ անցնենք աղյուսակի լրացմանը։ Ըստ արդեն գրանցված տվյալների, հաշվենք յուրաքանչյուր փորձի դեպքում տատանումների պարբերությունը եւ արդյունքը լրացնենք աղյուսակի 7-րդ սյունակում։ Այժմ վերլուծենք 7-րդ սյունակի տվյալները։ Տեսնում ենք, որ առաջին եւ երկրորդ փորձերի արդյունքներում, երբ փոփոխել էինք միայն գնդիկի շեղման չափը 5 սմ եւ 10 սմ, տատանումների պարբերությունը չի փոխվել։ Երկրորդ եւ երրորդ փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ գնդիկի զանգվածի փոփոխության դեպքում տատանումների պարբերությունը նույնպես մնացել է հաստատուն։ Իսկ ահա 4-րդ փորձի արդյունքում, երբ փոխել ենք ճոճանակի երկարությունը, փոփոխվել է նաեւ տատանումների պարբերությունը։ Մենք փորձնական ճանապարհով համոզվեցինք, որ մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը փոքր շեղման դեպքում կախված չէ ոչ շեղման չափից եւ ոչ էլ գնդիկի զանգվածից։ Մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված է ճոճանակի երկարությունից։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։